Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցը հոգևոր ընտրության մասին։ Ավետարանի ամենահայտնի պատմություններից մեկն է Ցորենի եւ Որոմի առակը։ Տերը բարի սերմեր է ցանում, բայց գիշերը գալիս է թշնամին, այսինքն սատանան, եւ Որոմ մոլախոտ է ցանում։ Եւ գալիս են այդ տիրոջ ծառաները, ասում են՝ եկեք այդ մոլախոտը հենց հիմա քաղենք եւ վառենք։ Իսկ Տերը ասում է՝ մի շտապեք, մինչև որ հունցքը չլինի, դա մի արեք, իսկ հետո կվառեք այդ մոլախոտը։ Բազմաշերտ է այդ առակը, բայց հիմնական իմաստն այն է, որ չարի եւ բարու, սխալի եւ ճշտի վերջնական բաժանումը տեղի կունենա աշխարհի վախճանից հետո։ Ինչ է դա նշանակում։ Արդյոք դա նշանակում է, որ մենք պետք է նստենք եւ սպասենք, մինչև աշխարհի վերջը գա։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Եթե կարճ պատասխանենք արդեն հնչած հարցին, ապա ոչ։ Սևն ու սպիտակը, ճիշտն ու սխալը զատելու, զանազանելու գործընթացը կատարվում է հիմա, տեղի է ունենում ամեն օր։ Եվ այդ առիթով հիշենք, որ ավետարանում կա մի հատված, որն առաջին հերթին տարակուսանք է առաջացնում եւ թվում է, թե հակասում է Սուրբ Գրքի այլ գաղափարներին։ Մատթեոսի ավետարանում դա շարադրված է այսպես. Հիսուս ասում է իր աշակերտներին. մի կարծեք, որ եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա, չեկա խաղաղություն հաստատելու, այլ սուր, այսինքն եկա ոչ թե խաղաղության, այլ սուր բերելու ձեզ։ Եվ անմիջապես դրանից հետո ասում է. եկա որ բաժանեմ որդուն իր հորից, եւ դստերը իր մորից, եւ հարսին իր սկեսուրից։ Եվ շարունակությունը ելի նման ոգով մի քանի պնդում։ Այդ ամենը կարող է դիտվել որպես բարեկամներից, ընտանեկան հարաբերություններից հրաժարվելու հորդոր։ Իսկ սրի մասին հիշատակումը առաջին հայացքից թվում է, որ դա ինչ-որ միլիտարիստական կոչ է, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Սկսենք հարազատներից, բայց սկզբից վերապահում անենք, որ հատկապես առաջին, երկրորդ, երրորդ դարերում, երբ քրիստոնեությունը նոր էր տարածվում, հետո էլ իհարկե, դա պատճառ էր դառնում բազմաթիվ վեճերի ընտանիքի ներսում։ Մի մասն ընդունում էր նոր կրոնը, մյուսը հավատարիմ էր մնում հրեական հավատքին կամ հեթանոսությանը։ Այնպես որ պառակտման մասին հիշատակումը որոշ իմաստով կարելի է դիտարկել որպես նախազգուշացում, կանխատեսում, բայց իմաստն իհարկե շատ ավելի խորն է։ Եվ այն հասկանալու համար պետք է նախ արձանագրենք, որ ավետարանի այլ տեղերում խոսվում է ընտանիքի սրբության մասին։ Օրինակ Գողգոթայում խաչվելուց հետո Հիսուս տեսնում է մորը եւ այն աշակերտին, որը մոտ էր կանգնած եւ որին նա սիրում էր, եւ մորն ասում է. ով կին, ահա քո որդին։ Ապա աշակերտին ասում է. ահա քո մայրը։ Այսինքն կապում է հարազատ երկու մարդկանց, մորը եւ սիրելի աշակերտին։ Աստվածաբաններից շատերը կարծում են, որ խոսքը սիրելի աշակերտ Հովանես Առաքյալի մասին է։ Եվ տեսնում ենք, որ կյանքի վերջին ժամերին խոշտանգումներ կրելով Հիսուս պատվիրում է, որ իր մտերիմները իրար մասին հոգ տանեն։ Այստեղ բացի զուտ մարդկային բովանդակությունից կա նաև խորհրդանշական իմաստ։ Մարիամ Աստվածածինը դառնում է եկեղեցու, ապագա մարդկության խորհրդանիշը, իսկ աշակերտը մարմնավորում է հավատացյալներին։ Այսպիսով բացի զուտ արյունակցական ընտանիքից ստեղծվում է նաև այլ հոգևոր ընտանիք։ Ընտանեկան հարաբերությունների հոգևոր իմաստը ընդգծում է նաև Պողոս Առաքյալը։ Եփեսացիներին ուղված իր նամակում նա կոչ է անում տղամարդկանց սիրել իրենց կանանց, ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց դրա համար։ Տեսնում եք, չէ, ինչպիսի մակարդակ է բարձրացնում Առաքյալը ընտանեկան հարաբերությունները։ Հետևաբար Քրիստոսի ուսմունքը ոչ միայն դեմ չէ ծնողների եւ երեխաների, ամուսինների ամուր հարաբերություններին, այլև գտնում է, որ դրանք խորը հոգևոր բովանդակություն ունեն։ Ինչու է հապա Հիսուս խոսում հարազատների բաժանման մասին։ Եկեք մտածենք, թե ինչը ինչից է բաժանվում եւ ինչու է դրա համար պետք սուրը։ Ամբողջ իմաստն այն է, որ սուրն այստեղ ոչ թե արտաքին թշնամիների դեմ պատերազմելու, ոչ թե բռնության զենք է, այլ գործիք է, որով բաժանվում է, զատվում է ճշմարտությունն ու սուտը։ Հավատարմությունը փողզիջումներից, որոնք հաճախ, ինչպես գիտեք, արվում են մեր խղճի դեմ գնալու հաշվին։ Հիմա եկեք անկեղծորեն ասենք. արդյոք ճշմարտությունը կամ հավատարմությունը մեզ միայն հաճույք է պատճառում։ Բնականաբար ոչ։ Այդ բաժանվելու
զատելու գործընթացը կարող է նույնիսկ ցավալի լինել, այն որպես կանոն մեզ դուրս է բերում հարմարավետության գոտուց, եւ հարազատներից բաժանվելն այս դեպքում կարելի է դիտարկել որպես փոխաբերություն։ Ճշմարտությանը առերեսվելու ցավը համադրելի է այդ բաժանման ցավի հետ։ Նույն Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված իր թղթում Աստծո խոսքը համեմատում է երկսայր սրի հետ, որը կտրում անցնում է մինչև հոգու եւ ոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը, քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ Պետք է կարծել, որ հենց այդ սրի մասին է խոսում Հիսուս, երբ ասում է, որ ոչ թե խաղաղություն է բերել, այլ սուր։ Ներքին հոգեկան խաղաղությանը, երբ նա հիմնված է ստի եւ կեղծիքի վրա, նա հակադրում է պատերազմը, դարձյալ ներքին պատերազմը, որը ցավ պատճառելով հեռացնում է, կտրում է այդ սուտը։ Մեր աստվածաբանները, երբ խոսում են սրի մասին, գրեթե երբեք նկատի չունեն ուղիղ իմաստով պատերազմի զենքը։ Փոխարենը շատ են այլ տեսակի մագդիրները, որոնք կիրառվում են սուր բառի հետ։ Խղճի սուր, բանի կամ Աստծո խոսքի սուր, ապաշխարության սուր, զանազանության սուր։ Սրանք բնորոշումներ են, որոնք ուղղակիորեն բխում են Պողոս առաքյալի մեջ բերված հատվածից, երկսայրի սրի մասին։ Այստեղից նաև պարզ են դառնում այն կերպարները, որոնք մենք հանդիպում ենք մեր մեծերի գործերում։ Նարեկացին գրում է այն մասին, որ Աստծո խոսքը կրակ է եւ սուր, որը կտրում է մարդու մեջ թաքնվածը։ Իսկ Ներսես շնորհալին խնդրում է Աստծուց, որ նրա խոսքը սրի պես հեռացնի մեղքի ապականությունն իր հոգուց։ Ստի եւ ճշմարտության այդ զատումը մեր կյանքում տեղի է ունենում ամեն քայլափոխի, ամեն օր։ Երբ մենք կիրառում ենք այդ աստվածային գործիքը, այդ սուրը քննելով մեր սիրտը, իսկ Աստվածաշունչը եւ մասնավորապես ավետարանը հենց դա է մեզ սովորեցնում։ Մենք բնականաբար շատ դեպքերում ցավ ենք զգում։ Օրինակ, մենք մեզ ազնիվ մարդ ենք համարում այնքան ժամանակ, երբ իրավիճակը մեզ պարտադրում է ստել։ Կամ մեզ թվում է, որ մենք բարի ենք, բայց երբ գալիս է ինչ-որ մեկին ներելու պահը, մենք քեն ենք քշում։ Աստծո սուրն այդպիսով միանգամայն հստակ սահմանագիծ ջերբաժան է գծում։ 19-րդ դարի դանիացի փիլիսոփա Սորեն Կիրկեգորը նշում է, որ քրիստոնեության մեջ ճշմարտությունը մեխանիկորեն չի հանգստացնում, չի սփոփում, խաղաղություն չի պարգևում, այլ հակառակը կանգնեցնում է ներքին ճգնաժամի ընտրության առաջ։ Իսկական հավատը ըստ նրա սկսվում է ոչ թե հարմարավետությունից, այլ ցնցումից։ Իրականում պետք չի վախենալ ճգնաժամերից, պետք չի նաև դրանցից խուսափել, նաև ներքին ճգնաժամերից, որովհետև եթե չկա ճգնաժամ, ուրեմն չկա պատերազմ, չկա պայքար, չկա սուր, որով մենք պայքարում ենք մեր մեղքերի, մեր սխալների դեմ։ Այդ սուրը, այդ պատերազմը ընտրելը արդեն իսկ ընտրություն է, իսկ ընտրությունը, ինչպես հայտնի է, մերն է։